Աղքատ գյուղացին և թագավորի 9 սագերը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի օր թագավորը դուրս է գալիս դաշտ և արտերից մեկում հանդիպում մի զառամյալ ծերունու։ Սա կռացած հազիվ էր ոտքերը քարշ տալիս արորի ետևից։ Կանգ է առնում թագավորը, նայում խեղճ ծերուկին ու ասում. «Այ պապի, քո մեղքն ինչ է, որ այդպես տանջվում ես։ Տանդ ջահել չունես, որ դու ես եկել արտվարելու»։ Ծերունին կանգնեցնում է եզներն ու այսպես պատասխանում. «Ունեմ, երեխաներ էլ ունեմ, թոռներ էլ, բայց նրանք ուրիշի համար են աշխատում, ուրիշի արտ են փորում»։ Երևում է սա հիմար մարդ չէ, որ այսպես պատասխանեց ինձ, մտքում ասում է թագավորն ու շարունակում հարց ու փորձ անել ծերունուն։ «Երկուսի հետ ինչպես ես, հեռու թե մոտիկ»։ «Երկուսի, շատ եմ մոտ»։ «Իսկ 32-ի»։ «Չէ, դրանց հետ չունեմ, ինձ մնացել է 32-ից հանած 28»։ «Իսկ դրանք երկու ձիերը տարակ գնում են, կարողանում են քարշ տալ հին մաշված սայլդ»։ «Ձիերիս մասին մի հարցնի», պատասխանում է ծերունին, «նրանք շարքից դուրս են եկել արդեն։ Մտածեցի, թե ինչ անեմ, վերջը որոշեցի անտառում մի ձի էլ գտնել։ Հիմա 3 ձի է լծում իմ սայլը, բայց նա էլի ճռնչում է ու ճռնչում»։ «Մի հարց էլ պիտի տամ քեզ», ավելացնում է թագավորը ծերունու խելոք պատասխանները լսելով։ «Ես տան 9 սագ ունեմ, պահած, պահպանած, չաղլիկ սագեր։ Եթե բերեմ քեզ, կկարողանա՞ս փետրել»։ «Օհո», գլուխն օրորում է ծերունին, «ես հենց դրա վարպետն եմ, 9 չէ, 10 սագ էլ որ բերես, էլի գլուխ կհանեմ»։ Թագավորը հրաժեշտ է տալիս գյուղացուն, բայց մի քանի քայլ գնալուց հետո շուռ է գալիս և դիմում նորից։ «Ասա ինձ, պապի, ամենից շատ ինչի կարիք ունես»։ Ծերունին զարմանքով նայում է տարօրինակ անցորդին, հետո լուռ բարձրացնում է ձախ ձեռքը, ապա իջեցնում ու մատներով սկսում թփթփացնել չոր հողի վրա։ Հետո թափ է տալիս աջն ու մի մեծ շրջանակ գծելով նորից մտրակում իր եզները։ Թագավորն անցնում է, գնում։ Մինչև պալատ հասնելը ամբողջ ճանապարհին մտածում է, թե ինչ էր ուզում ասել ծերունին, բայց ոչինչ չի կարողանում գուշակել։ Պալատ մտնելով նա անմիջապես կարգադրում է իր մոտ հրավիրել 9 խորհրդականներին, որոնք մեկը մյուսից խորամանկ, մեկը մյուսից իմաստուն ծերունիներ էին։ Խորհրդականներն իսկույն հավաքվում են և թագավորն ասում է նրանց. «Այսօր ես զրույց ունեցա մի հասարակ գյուղացու հետ։ Մի քանի հարց տվի նրան, և նա ինձ տարօրինակ պատասխաններ տվեց։ Ուզում եմ, որ դուք գուշակեք, թե ինչ էին նշանակում իմ հարցերը և ինչ գյուղացու տված պատասխանները»։ Թագավորը նրանց պատմում է իր ունեցած ամբողջ խոսակցությունը ծերունու հետ։ Երկար գլուխ են ջարդում խորհրդականները, միտք անում, բայց ոչինչ չեն կարողանում գուշակել։ Այն ժամանակ թագավորը զայրացած ասում է. «Ձեզ մի օր ժամանակ եմ տալիս։ Եթե մինչև վաղը չմեկնեք ծերունու ասած խոսքերը, ձեզ բոլորիդ բանտ կնետեմ և նրան կնշանակեմ ձեր փոխարեն»։ Խորհրդականները վախից լեզուները կծում ու վեր են կենում, գնում արտ, ծերունուն գտնում։ «Խնդրում ենք», ասում են նրանք, «բացատրիր մեզ, ինչ էր ուզում ասել թագավորը և ինչ էին նշանակում քո տված պատասխանները»։ «Կբացատրեմ», համաձայնում է ծերունին, «բայց ամեն մի խոսքիս համար մի ոսկի պիտի տաք ինձ։ Պակաս չի լինի, որովհետև վախենում եմ, որ մնացած 4 ատամներս էլ թափվեն։ Մեկ էլ չմոռանամ ասել, որ եթե մեկնումեկդ ինձ ընդհատեց, ձայնս կկտրեմ ու այլևս ոչինչ չեմ ասի»։ «Ճարներն ինչ», համաձայնում են թագավորի խորհրդականները ու քսակները բաց անելով ականջ դնում։ Իմաստուն ծերունին սկսում է երկար ու բարակ պատմել նրանց, թե ինչպես է իր արտը վարում,
Անիծում է այն մարդկանց, ովքեր ծանր հարկեր են փաթաթում իր նման չքավորի վզին։ Պատմում է, թե ինչպես մի անծանոթ օտարական կանգ է առել իր արտում և սկսել հարցաքննել իրեն։ Գյուղացին պատմում է, իսկ թագավորի մարդկանցից մեկը մատիտն առած ծոցատետրում նրա ամեն մի արտասանած բառի համար մի խազ է քաշում։ Խորհրդականները սարսափով տեսնում են, թե ինչպես խազերն ավելանում են տետրում, բայց ձայն չեն հանում, վախից, որ ծերունին հանկարծ կլռի և այլևս ոչինչ չի ասի։ Վերջում իմաստուն գյուղացին սկսում է բացատրել, թե ինչ էր ուզում ասել թագավորը և ինչ էին նշանակում իր տված պատասխանները։ Սկզբում, ասում է նա, թագավորն ինձ հարցրեց, թե ես զավակներ չունեմ, որ ինձ օգնեն և իմ փոխարեն վարեն արտը։ Ես ասացի, որ իմ զավակները օգնում են ուրիշի արտերում են աշխատում։ Այսինքն, որ ես միայն աղջիկներ ունեմ, որոնք ամուսնացած են և աշխատում են իրենց ամուսինների արտերում։ Հետո թագավորն ինձ հարցրեց, թե ինչպես եմ երկուսի հետ։ Ուզում էր ասել, թե ինչպես են իմ երկու աչքերը։ Ես պատասխանեցի, որ մոտիկ եմ, այսինքն կարճատես, հեռուն չեմ տեսնում։ Ինչպես ես 32-ի հետ, այդ էլ թագավորի երրորդ հարցն էր, որին ես պատասխանեցի, որ ունեմ 32-ից հանած 28, այսինքն 4 ատամ։ Հետո հարցրեց, թե ինչպես են իմ երկու ձիերը, կարողանում են սայլը քաշել։ Դրանով նա հարցնում էր, թե ինչպիսին են իմ երկու ոտքերը։ Ես նրան պատասխանեցի, որ նրանք շարքից դուրս են եկել, բայց անտառում մի երրորդ եմ ճարել, այդ երրորդն էլ իմ մահակն է, որին ես հենվում եմ։ Գնալիս նորին մեծությունն ինձ հարցրեց, թե ես ամենից շատ ինչի կարիք ունեմ։ Ես բարձրացրի ձախ ձեռքս, ապա իջեցնելով սկսեցի մատներս թափահարել հողի վրա։ Հետո աջ ձեռքով մի լայն շրջանակ գծեցի օդում։ Դրանով էլ ուզում էի ասել, թե ամենից շատ կարիք ունեմ վարար անձրևի, որ ջրի իմ արտն ու ես առատ հաց ստանամ։ Բայց թագավորը ոչինչ չհասկացավ և մտախոհ ետ վերադարձավ։ Ինչ վերաբերում է 9 սագերին, որ նա խոստացավ ուղարկել ինձ, որպեսզի փետրահան անեմ, պետք է արդեն գլխի ընկած լինեք, որ այդ դուք եք։ Բայց որտեղ է 10-րդ սագը, որը նույնպես չկարողացավ մեկնաբանել իմ վերջին պատասխանը։ Թագավորի խորհրդականներն ամոթից գետինն են մտնում և ամեն մի բառի համար մեկ ոսկի վճարելով գլխիկոր վերադառնում պալատ։ Իսկ իմաստուն գյուղացին արձակում է եզները ու մի քարի վրա նստած մինչև իրիկուն հաշվում իր վաստակած ոսկիները։